Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան արդեն նկարագրում է Տեր Բրահմայի կողմից իրականացված երկրորդական արարչագործությունը։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ արիացիները իրենք մնում են այդ կարծիքին եւ պնդում են, որ իրականում նյութական աշխարհի կառուցվածքի թե ինչպես է նյութական աշխարհը ինքը կառուցված, դրա մեջ մասնակցություն է ունենում ոչ միայն Գերագույն Աստծո անձնավորությունը, այլև կենդանի էակը։ Եվ դա է պատճառը, որ երկրորդական արարչագործությունը, այսինքն թե արդեն մենք տեսանք, որ Աստծո կողմից ստարյացիների տրվում է տարածքը, նյութական տրվում են այդ տարածքում գործող օրինաչափությունները, տրվում են այն բոլոր նյութերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նյութական աշխարհը ինքը ունենա ինչ-որ ֆորմաներ, եւ արարվում է, ստեղծվում են զգայարանները, որոնց հիմքի վրա հետագայում ստեղծվում են տարբեր տեսակի նյութական մարմինները։ Այդ թե ինչպիսի նյութական մարմիններով է լցվում նյութական աշխարհը, այդ արարչագործությունը կատարում է Տեր Բրահման, այսինքն կենդանի էակը, որովհետև այդ եռյակի մեջ, այսինքն նյութական աշխարհի արարող սկզբունքը, նյութական աշխարհը ուրեմն պահպանող սկզբունքը, այսպես արարող սկզբունքը եւ ավիրող սկզբունքը, այդ երեք սկզբունքի մեջ արարող սկզբունքը դա կենդանի էակն է։ Այսինքն հենց կենդանի էակի ցանկություններով է որոշվում, թե ինչպիսի մարմիններ են հարկավոր, որպեսզի լինեն նյութական աշխարհում, եւ ըստ այդմ ուրեմն մենք ձեզ հետ տեսանք, որ ամենասկզբից Տեր Բրահման ինքը հիմնեց ուրեմն այդ հոգեբանական սկզբունքները, ինքը հիմնեց հոգեբանական սկզբունքները եւ մենք անցյալ անգամ ձեզ հետ քննարկեցինք, թե ասենք որն էին այդ սկզբունքները եւ տեսանք, որ շատ հետաքրքիր շարան շարեց Մայտրեյան, այսինքն ինքը խոսեց նրա մասին, որ Տեր Բրահման ինքը առաջին հերթին, ես վերհիշեմ տեքստը, կարդամ, ուրեմն սկզբում Տեր Բրահման ինքը ստեղծեց տգիտության այնպիսի ձևեր, ինչպիսին են ինքնախաբեությունը, մահվան վախը, հույսերի փշրվելուց առաջացած զայրույթը, սեփականության կեղծ զգացումը, ինչպես նաև կյանքի պատրանքային մարմնական պատկերացումը կամ իրական ինքնության մոռացումը։ Եվ մեր այսօրվա տեքստը հնչում է այսպես. այս ուրեմն տգիտության ձևերի ստեղծումը մեղավոր համարելով Բրահման քիչ հաճույք էր ստանում իր գործունեությունից, որպեսզի մաքրագործվի որպեսզի մաքրագործի իրեն, ինքը սկսեց, ուրեմն կենտրոնացավ Գերագույն Աստծո ազնվորության վրա, մտածելով նրա մասին, այնուհետև նա անցավ արարման հաջորդ փուլին։ Ուրեմն այս երկու տեքստերը իրենք շատ բովանդակալից են, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ երկրորդ տեքստում, որտեղ նկարագրվեցին այդ ուրեմն հոգեբանական հիմքերը, սա ուղղակի արդեն ոչ թե նկարագրում էր, թե ինչպիսին է տիեզերքի հերթական արարումը, չէ՞, այլ ինքը արդեն քննարկեց ներքին հիմքը նյութական գոյության, չէ՞։ Այսինքն նախնական դրանից առաջ, քան կենդանի էակը ինքը սկսում է գործել նյութական աշխարհում, իր գիտակցությունը ինքը ուրեմն ծածկվում է որոշակի տգիտության շղարշով։
Եվ հենց այդ գիտության կողմից ստեղծված խեղաչուրումն է, չէ, որը ինքը նպաստում է նրան, որ կենդանիակը դադարում է ընկալել իրեն որպես գերագույն Աստծո ազնվորության հավերժ մասնիկ եւ սկսում է ընկալել իր ժամանակավոր մարմինը, իր նյութական աշխարհի կապերը, այն հանգամանքները, որոնք ստեղծվում են նյութական աշխարհում, որպես իր գոյատևության, որպես իր կյանքի կենտրոն։ Մենք տեսանք, որ առաջի հիմքը գիտության դա ինքնախապեյությունն էր։ Մենք խոսեցինք նրա մասին, որ այդ իրավիճակը ինքը ուրեմն դա այդ վերաբերվում է նրան, որ կենդանիակը ինքը այսպես էլի կեղծը ընդունում է որպես իրական։ Այսինքն հոգին ինքը մոռանում է իր հավերժ դիրքը Աստծո հանդեպ, իր հավերժ դիրքը հոգևոր աշխարհում եւ սկսում է համարել իրեն անկախ աստավորություն։ Եվ դա ինքնախապեյություն է, որովհետև նույնիսկ նյութական աշխարհում, որտեղ ինքը այդպիսի պատրանքի մեջ է գտնվում, որ նյութական աշխարհը իրեն չի ղեկավարում, չէ, բայց իրականում դա այդպես չի։ Երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը նյութական աշխարհում էլ կախված է նյութական բնության օրենքներից, չէ՞։ Եվ բայց բոլոր դեպքերում մենք տեսնում ենք, որ եթե արդեն կենդանիակը ինքը մարմնավորվում է բանականությունը զարգացած մարմինների մեջ, դա սկսվում է մարդկային մարմնից, չէ՞։ Երբ որ բանականությունը արդեն բավականին բարձր մակարդակի վրա է, ապա կենդանիակը ինքը շատ արագ զարգացնում է այդ անկախության զգացումը, ինքը գործում է այն պլատֆորմայից, որ ինքը կարող է Աստծուց, այսպես Աստծուց անկախ կառուցել իր երջանկությունը, անել դա ինքնուրույն, ղեկավարել իր կյանքը, ուրեմն վայելել իր գործունեության պտուղները եւ այլն, չէ՞։ Եվ այդպիսի ինքնախապեյությունը ինքը իրականում կենդանիակի ամբողջ նյութական գոյության ուրեմն փորձի հիմքն է։ Այսինքն կենդանիակը ինքը ոչ թե սխալվում է ինչ որ առանձին հարցերի շուրջ, հասկանում եք, այլ կենդանիակը ինքը գալով նյութական աշխարհ դառնում է խապված ինքը իրան հասկանալու, ինքը իրան ճանաչելու, ինքը իրան գիտակցելու մեջ։ Եվ այդ մենք տեսանք, որ այդ ինքնախապեյությունից, չէ, առաջանում է մահվան վախը։ Մենք դες այդ քննարկեցինք ընդհանրապես, թե նյութական աշխարհում ինչի հիմունքների վրա է առաջանում մահը։ Եվ հոգեբանական տեսանկյունից սա շատ կարևոր կետ է։ Ինչու համար, որովհետև հենց մարմնի ժամանակավորությունն է, նրա խոցելիությունն է, որ այս աշխարհը դարձնում է այսքան դաժան, հա, եւ իրականում այսքան վախենալու, որովհետև հավերժ հոգու համար ամենաբարդ խնդիրը դա ընդունել իր մահկանացու մարմինը։ Եվ երբ որ հավերժ հոգին ինքը նույնանում է իր ժամանակավոր մարմնի հետ, չէ, ինքը դա առաջին հերթին ինքը մահը ընկալում է որպես իր վերջը, չէ, եւ այդ հոգեբանությունից, այդ վախից իրականում կենդանիակի պահվածքը ինքը շատ մեծ ազդեցություն է կրում։ Իսկ իրականում հոգին ինքը հավերժ է, հա, բայց որովհետև ինքը մոռանում է իր հավերժ բնությունը, ինքը սկսում է վախենալ այս նյութական մարմնի քայքայման process-ներից։ Հասկանում եք, բայց նրանք, ովքեր որ հասկանում են փիլիսոփայությունը, իրանք հասկանում են, որ
ասենք այն հանգամանքը, որ կենդանիակը ինքը վախենում է մահվանից, դա չի ապացուցում, որ հոգին ինքը մահկանացու է, այլ դա ինքը ընդամենը հոգու նյութական գիտակցության սիմպտոմ է։ Եվ ինչքան ավելի շատ է կենդանիակը ինքը իրան նույնացնում նյութական մարմնի հետ, չէ, այդքան ավելի մեծ է իր վախը։ Այդքան ավելի մեծ է իր վախը ծերության առաջ, հիվանդությունների առաջ, չէ, կորուստների առաջ եւ վերջնականում մահվան առաջ։ Հաջորդը, ինչպես մենք տեսանք, Մայտրեյան ինքը թվարկեց շատ կարևոր մի գործոն, դա զայրույթն է։ Եվ զայրույթը նկարագրվեց, կապվեց հույսերի փլուզման հետ։ Այսինքն, կենդանիակը ինքը նյութական աշխարհում չի դադարում մտածել, որ իր գոյությունը նախատեսված է երջանիկ լինելու համար։ Հոգին այդ հիշողությունը, այդ կարծիքը ինքը իր մասին չի կորցնում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ բայց նյութական աշխարհը ինքը իր կառուցվածքով, որովհետև այդ լարվածությունը կա, որ մի կենդանիակը ինքը բառացիորեն ապրում է մի ուրիշ կենդանիակի մարմինը ուտելով, այսինքն սպանության հիմքի վրա է կարողանում ապահովի իր գոյությունը, չէ՞։ Դա շատ լարված իրավիճակ է ստեղծում, բայց կենդանիակը միևնույնն է ինքը չի դադարում մտածել, որ ինքը երջանկության է արժանի։ Տեսեք, ասենք, կենդանիակը ինքը ամեն մի անձնավորություն նյութական աշխարհում, նույնիսկ կենդանական աշխարհում, բոլորը ձգտում են պահպանել իրենց գոյատևությունը։ Եվ համաձայն են անել դա ուրիշի կյանքի հաշվին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, երբ որ խոսքը գնում է օրինակ ցանկությունների իրականացման մասին, այսինքն գլխավոր կենդանիակի գլխավոր հույսը դա նա է, որ իրան կհաջողվի այս աշխարհում լինել երջանիկ։ Բայց թշնամակի վրա, դախանձի վրա հենված կենդանիակները իրենք դաժանություն են մտցնում այս աշխարհ։ Եվ իրենք կարող են շատ դաժան վարվել դիմացի կենդանիակի հույսերի երազանքների հետ։ Չէ՞։ Կրքոտները մի քիչ ավելի նուրբ կառուցվածք ունեն։ Իրանք չեն գնում այն ճանապարհով, որպեսի խեղճացնեն, բռնաբարեն, սպանեն, չէ՞։ Բայց իրանք էլ գնում են մրցակցության ճանապարհով։ Եվ այդ մրցակցության մեջ նա ով որ թույլ է, նա պարտվում է։ Այսինքն նյութական աշխարհը, տեսեք, ասենք, մրցակցության մեջ հաղթում է ընդամենը մի հոգի։ Չէ՞։ Եվ դա նշանակում է, որ մնացած բոլորը պարտված են։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ պարտված կենդանիակների քանակությունը նյութական աշխարհում միշտ շատ է։ Եվ արիացիները իրանք ասում են, որ չիրականացված ցանկություններն են, որ առաջացնում են զայրույթ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք, պայմանավորված կենդանիակները իրենք կառուցում են իրենց պլանները, որոնք իսկ այդ պլանները իրենք հիմնված են այդ կեղծ գաղափարի վրա, որ ես եմ գլխավոր, ես պիտի լինեմ գլխավոր վայելողը եւ ամբողջ աշխարհը ինքը պետք է համապատասխանի իմ ցանկություններին, իմ սպասումներին, չէ՞։ Բայց նյութական աշխարհը ինքը ունի իր օրենքները։ Կենդանիակները իրանք պատրաստ են թշնամություն անել իրար հանդեպ այս նույն պլատֆորմայի պատճառով, չէ՞։ Եվ ընդհանրապես աշխարհը ինքը մտադրություն չունի ենթարկվել որևիցե մեկի ուրեմն պլաններին։ Մենք դա բազմիցս քննարկել ենք, որ եթե մենք նայում ենք բնության տեսանկյունից, բնությունը ինքը ունի մի օրենք, հաղթում է նա, ով ուժեղ է։
իսկ ուժեղ է նա, ով ճիքեր է գործադրել ուժեղանալու համար։ Ոչ մեկին դեռ չի հաջողվել պարկած մնալ բազմոցի վրա և կուտակել այն պաշարը, որի միջոցով կարելի է այս աշխարհում լինել հաջողակ։ Որովհետև Բhagavad Gita-ն, Տեր Կրիշնան ինքը պարզ ասում է, որ կենդանեակը ինքը հաջողության է հասնում ճիքերի շնորհիվ։ Եվ եթե ինքը ճիքեր չի գործադրել, ինքը ոչ մի արդյունքի չի կարող հասնել։ Հասկանում եք։ Եվ այստեղ է, որ կենդանեակը ինքը բախվում է այդ իրականության հետ, որ իրականում նյութական աշխարհը իրեն չի պատկանում եւ չի ենթարկվում իր կամքին, եթե չեն բանալի ճիքեր չեն օգտագործվել, չէ՞։ Եվ երբ որ կենդանեակի այդ ցանկությունները չեն կատարվում, փլուզվում են նրա բոլոր հույսերը որևիցե մի երջանկության հասնելու, հա, իսկ կեղծ եսը իրենց ուրեմն բախվում է նյութական աշխարհի իրականության հետ, սկզբից ուրեմն լինում է հիասթափությունը, հիասթափությունից հետո առաջանում է զայրույթը։ Հասկանում եք։ Եվ այսպիսով մենք պետք է հասկանանք, որ զայրույթը դա ոչ թե ուղղակի էմոցիոնալ ռեակցիա է կենդանեակի, հա, այլ դա արդյունք է նրա, որ կենդանի էակը ինքը այդ կեղծ գաղափարը ունի իր մեջ, որ իր գոյությունը պետք է լինի այս աշխարհի կենտրոնական ուշադրության մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Այստեղից մենք հասկանում ենք, թե Ֆրեյդը ինքը որտեղից է վերցրել իր հանրահայտ պնդումները, որ ամեն մարդ ինքը մտածում է, որ ինքը տիեզերքի կենտրոնն է։ Հիմա հաջորդը դա կեղծ սեփականատիրական զգացումն է։ Նյութական աշխարհ գալով կենդանեակը, օրինակ հոգևոր աշխարհում, այստեղից սկսենք, իրականությունը ինքը այնպիսին է, որ այնտեղ բոլոր կենդանեակները իրենք գիտակցում են, որ ամեն ինչով պարտական են Գերագույն Աստծո ազնվորությանը, իրենց գոյությամբ, իրենց սեփականությամբ, իրենց կյանքով, իրենց հարաբերություններով, որովհետև ամեն ինչ որ կա, հենված է Գերագույն Աստծո ազնվորության, ուրեմն բաների վրա, հնարավորությունների վրա, եւ նրանք ովքեր սիրում են Աստծո, իրանցից Գերագույն Աստծո ազնվորությունը չի թաքցնում, թե ինչն է իրանից կախված։ Հասկանում եք, որտեղ այդ ազնվորությունները իրանք բաց սրտով ընդունում են Աստծո դիրքը։ Երբ որ գալիս է նյութական գոյությունը դա այն կենդանի էակների վայրն է, որոնք իրենք անկախություն են ուզել։ Եվ իրենք կարողանում են իրենց թույլ տալ էներգիան, որը իրենց չի պատկանում, ընկալել որպես իրենց սեփականություն։ Չէ՞։ Օրինակ, բոլոր նյութական էլեմենտները, որը մենք օգտագործում ենք բարեկեցություն, այսպես կոչված բարեկեցություն հիմնելու համար, չէ՞, ուրեմն իրանք բոլորը պատկանում են Գերագույն Աստծո ազնվորությանը։ Այսինքն, բնությունը ինքը իրանով ունի 4 տարերկներ, չէ՞, եւ տարածություն։ Եվ կենդանեակը ինքը այդ տարերկներից բխող բարիքներն է օգտագործում, բայց իր մոտ այսպիսի բան է, չէ, որ ինքը ճիք գործադրեց, կարող ենք ասել օրինակ աշխատեց, չէ, եւ վաստակեց հնարավորություն ունենալ սեփականություն։ Եվ ինքը հենց այդպես էլ մտածում է, որ ես ճիքեր եմ կիրառել եւ ունեմ սեփականություն, եւ դա իմն է։ Եվ դա նյութական աշխարհի հիմնական մտածելակերպն է։ Հոգևոր աշխարհի մտածելակերպը այլ է։ Հասկանում եք։ Իսկ իրականում նյութական աշխարհում ամեն ինչը ինքը ժամանակավոր է, եւ ինչպես մենք ենք սիրում ասել, ոչ մեկ այս աշխարհից 4 տախտակից բացի ոչինչ չի կարող տանել, չէ, այսինքն եթե մենք նայում ենք ըստ էության,
մենք կարող ենք ասել, որ մարդը ինքը մերկ ծնվում է, հա, եւ ընդամենը մի հագուստով եւ մի քանի հատ փայտի տախտակով այս աշխարհից հեռանում։ Հասկանում եք։ Այսինքն իրականում նյութական աշխարհում ամեն ինչը ժամանակավոր է եւ մեզ չի պատկանում։ Պատկանում է նույնպես Գերագույն Աստծո ազնվորությանը, ինչպես եւ հոգեվոր աշխարհի իրականությունը։ Բայց այդ սեփականատիրական զգացումը, չէ, ինքը դարձնում է այն, ինչը որ կենդանիակը պիտի ծառայեցներ Աստծուն, դարձնում է այդ կապվածության եւ վախի բան, հիմք։ Այսինքն, ինչքան մարդը, ինչքան կենդանիակը, մենակ մարդը չէ, ինչքան նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք համարում են ինչ-որ մի բանը իրենցը, չէ, այդքան ավելի շատ են իրանք վախենում դա գործնել։ Եվ այդ վախի միջոցով ավելի շատ են կապվում նյութական աշխարհի հետ։ Չէ՞։ Ուրեմն սա հաջորդ գործոնն է։ Այսինքն, առաջի գործոնը դա ինքնախապեյությունն էր։ Երկրորդ գործոնը դա մահվան վախն էր։ Երրորդ հոգեբանական գործոնը դա ջղայնությունն էր, որը պիտի առաջանա չիրականացված ցանկություններից։ Հինգերորդ գործոնը դա կեղծ սեփականատիրական զգացումներ։ Չէ՞, սա են հոգեբանական հիմքերը այս աշխարհի։ Եվ վերջապես, ուրեմն Մայտրեյան ինքը խոսեց նրա մասին, որ նյութական գոյության, կյանքի նյութական գոյության կոնցեպցիան ինքը պատրանքային է, այսինքն իլյուզոր է։ Հա, եւ հիմնված է նրա վրա, որ կենդանիակը ինքը մոռանում է իր իրական էությունը։ Եվ սա շատ հիմքային սխալն է կենդանիակի։ Այսինքն, երբ որ կենդանիակը ինքը նույնացնում է իր նյութական մարմնի հետ, իր ընկալումը ահավաղվում է։ Եվ մաքուր սերը ինքը դառնում է կապվածություն, պարտականությունը ինքը դառնում է բան, կոնտրոլ, չէ՞, գիտելիքը ուրեմն դա կարող է դառնալ գոռոզության հիմք, գործունեությունը ինքը դառնում է պտուղների համար պայքար, հա, իսկ հարաբերությունները կարող են դառնալ ուղղակի սպասելիքների դաշտ, սպասելիքների եւ հիասթափությունների դաշտ, չէ՞։ Եվ մարդը մինչև ինքը չհասկանա, որ ինքը այս մարմինը չի, որ ինքը հոգևոր էակ է, որը հավերժ կապված է Գերագույն Աստծո ազնվորության հետ, ինքը անխուսափելիորեն մտնում է այս սկզբունքների ազդեցության տակ։ Հասկանում եք, շատ կարևոր է, որ մենք այս տեքստից հասկանանք, որ այս թվարկված տգիտության ձևերը իրանք իրանցից անկախ չեն, իրանք իրար մեջ փոխկապակցված են։ Հասկանում եք, այսինքն, երբ որ կենդանիակը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, անպայման ծնվում է ինքնախապեյությունը։ Երբ որ կա ինքնախապեյությունը, ուժեղանում է այդ սեփականատիրական զգացումը, չէ՞, երբ որ կա այդ սեփականատիրական բաները, սպասումները, չէ՞, երբ որ այդ սպասումները չեն արդարանում, ծնվում է ջղայնությունը։ Իսկ մահվան վախի մասին ասելու բան էլ չկա, որտեղ այդ վախը ինքը իրականում այսպես ներթափանցված է ամբողջ նյութական գոյության մեջ, չէ՞։ Այսինքն նյութական աշխարհի կառուցվածքը ինքը այնպիսին է, որ այն ամեն ինչը, ինչ կենդանիակը համարում է, որ դա իրենն է, անխուսափելիորեն ժամանակը խլելու է նրանից։ Եվ այսպես ուրեմն Տեր Բրահման ինքը ոչ թե ուղղակիորեն ստեղծեց նյութական գոյության պայմանները,
չէ, այլ ինքը առաջի հերթին ստեղծեց այն ներքին վիճակները, որոնց մեջով կենդանի էակը ընկալելու է նյութական աշխարհը։ Հասկանում եք։ Եվ սա խոսում է նրա մասին, որտեղ այսինքն սա ինքը կենդանեակի ընկալման հիմքն է։ Ինքնախապեյությունը, վախը, ջղայնությունը, բանը, սեփականատիրական զգացումը եւ ուրեմն բանը, ասեք, բանը, իլյուզիան, չէ՞։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը առաջի հերթին ստեղծեց իմինը այդ ներքին վիճակը, թե կենդանեակը ինքը ինչ պրիզմայով է նայելու նյութական աշխարհին, այսինքն ինքը նայելու է ինքնախապեյության, հա, վախի, ջղայնության, կեղծ սեփականատիրական գաղափարների հիմքի վրա։ Եվ սա մեզ ցույց է տալիս, որ կենդանեակի իրական խնդրեմը ինքը գտնվում է ոչ թե արտաքին աշխարհում, այլ գտնվում է իր սեփական գիտակցության մեջ։ Եվ այդ նույն աշխարհը, որը ինքը կարող է դառնալ նվիրվածության, Աստծո կամքին համահունչ գործողությունների հիմք, հա, դառնում է այդ վախի, պայքարի, կապրծությունների, ուրեմն վայր, որովհետև կենդանեակը ինքը մոռանում է իր բնությունը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք այս թեմաները քննարկեցինք ձեզ հետ անցյալ անգամ, իսկ այսօրվա մեր տեքստը դա արդեն շատ հոգեբանության տեսանկյունից ահավոր հետաքրքիր տեքստ է, հա, որովհետև ինքը քննարկում է Տեր Բրահմայի վիճակը կախված նրանից, թե ինքը այդ սկզբունքները երբ որ արարեց, ինքը ինչ էր զգում, այսինքն ինչպիսի ներքին իրավիճակում հիմա հայտնվեց Տեր Բրահման։ Տեսեք, տեքստը ինքը ամենաառաջի նախադասությունով, ամենաառաջի ֆրազայով արդեն, այսպես էլի, շատ սուր գաղափար առաջ քաշեց։ Ասեց համարելով այդ ձևերի արարումը տգիտության մեջ գտնվող մեղավոր գործունեություն, Տեր Բրահման ինքը չզգաց բավարարվածություն եւ որպեսի մաքրվի, կենտրոնացավ Գերագույն Աստծո ազնվորության վրա։ Եթե ֆիքսեցիք, մի շատ կարևոր թեմայի մասին է այստեղ խոսքը գնաց, չէ՞, որն է կարևորությունը։ Տեր Բրահման սրանից մի քանի տեքստ առաջ նկարագրվեց որպես մի ազնվորություն, որը մաքուր նվիրյալ է, որը արարչագործությունից առաջ հանդիպեց Գերագույն Աստծո ազնվորությանը, հասկացավ Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունները, հասկացավ, որ այդ նվիրված ծառայությունը կատարելու ընթացքում ինքը կարող է զարգացնել, ուրեմն բան, ասեք, ինքը կարող է զարգացնել գոռոզություն, Գերագույն Աստծո ազնվորությանը հետ ինքը կիսեց իր հասկացողությունը, որպեսզի եթե հանկարծ ինչ-որ մի բան սխալ է հասկացել, Գերագույն Աստծո ազնվորությունը իրան շտկի։ Մենք տեսանք, որ Արարիչը ինքը ընդունեց Տեր Բրահմայի հասկացողությունը, այսինքն ոչ մի շտկում չմտցրեց այդտեղ, եւ Տեր Բրահման ինքը խնդրեց, որպեսզի Գերագույն Աստծո ազնվորությունը պաշտպանի իրեն գոռոզությունից, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը ասեց միայն այն հանգամանքը, որ դու ընտրվել ես այդ նվիրված ծառայությունը կատարելու համար, դա արդեն նշանակում է, այսինքն այս դիրքի մեջ ես եմ քեզ նշանակել։ Ու եթե ես քեզ նշանակել եմ, դա նշանակում է, որ դու ունես որակավորում,
Այսինքն ինչ էր ուզում ասել, Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինքը ուզում էր ասել, որ ինքը կատարյալ իմաստության մեջ հաստատված ազնվորություն է։ Եվ եթե արդեն ինքը որևիցե մեկին որևիցե բան է առաջարկում կամ առաջադրում, չէ՞, դա նշանակում է, որ ինքը արդեն իսկ այդ կենդանեակի մեջ տեսնում է որակավորումը այդ գործողությունները կամ այդ գործը իրականացնելու։ Այսինքն այդտեղ արարիչը ինքը ցուցադրեց մեզ, չէ, որ երբ որ ազնվորությունը ինքը գիտակցում է իր նախասահմանումը, ինքը այդպիսի խնդրանքներով չպիտի դիմի Գերագույն Աստծո ազնվորությանը։ Ինքը պետք է գիտակցի, որ Աստված երբեք չի սխալվում։ Երբ որ ինչ-որ մեկին հովանավորում է ինչ-որ գործողության։ Հասկանում եք։ Ուրեմն այստեղից մենք կարողանում ենք շատ կարևոր դաս քաղել, որ եթե երբևիցե որևիցե մեկը ինքը ինչ-որ մի հայտարարություն է անում, որ ինքը օժտված է Աստծո կողմից ինչ-որ առաջադրանքով, եւ հետո ժամանակ է անցնում եւ մենք տեսնում ենք, որ ինքը այդ նախասահմանումը չի կարողանում իրականացնել, չէ՞, դա անմիջապես նշանակում է, որ ինքը փառասիրության, գոռոզության հիմքի վրա հորինել է իր համար այդ նախասահմանումը, այլ ոչ թե հովանավորված է Աստծո կողմից, որովհետև Աստծո կողմից հովանավորված ազնվորությունը ինքը միշտ կատարում է այն, ինչ Աստված իրանից սպասում էր։ Երբեք այդպիսի սխալ չի կարող լինել։ Եվ հետո մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը արդեն սկսեց արարել եւ առաջի հերթին ինքը պետք է արարեր հոգեբանական սկզբունքները, նյութական աշխարհում տիրող հոգեբանության սկզբունքները։ Եվ մենք քիչ առաջ քննարկեցինք, թե դա ինչ սկզբունքների մասին էր խոսքը, չէ՞։ Եվ տեսեք հիմա այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, որ Տեր Բրահման ինքը հովանավորված էր Գերագույն Աստծո ազնվորության կողմից, ինքը գիտակցում էր, թե ինքը ինչ պիտի արարի, հա, եւ երբ որ ինքը սկսեց դա արարել, ինքը մնաց չբավարարված վիճակում։ Եվ այն ինչը որ ինքը անում էր, ուրեմն այստեղ Մայտրեյան ինքը նկարագրեց, որ Տեր Բրահման ինքը դա համարեց մեղավոր գործունեություն։ Ինչ է նշանակում չբավարարված մաքուր նվիրյալ։ Որովհետև ինքը բառակապակցությունը մաքուր նվիրյալ, իսկ Տեր Բրահման Աստծո մաքուր նվիրյալն է, չէ՞։ Ուրեմն ինքը այդ բառակապակտ, որովհետև հանդիպել է Աստծուն, հասկանում եք։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հանդիպման է դուրս գալիս միայն եւ միայն իր մաքրամաքուր նվիրյալների հետ։ Դրա համար ես միշտ ասում եմ, որ այդպես մեր ժամանակներում այդ ընդունված բանը դա շատ մեծ վիրավորանք է Աստված Աստծուն, որ կներեք արտահայտությանս համար ամեն մի տեղից վեր կացող իրեն թույլ է տալիս ընդհանրապես խոսել նրա մասին, որ ինքը շփվել է Գերագույն Աստծո ազնվորության հետ։ Բացարձակ դա ես մեկ-մեկ նույնիսկ զարմանում եմ, թե մարդը ոնց է ռիսկ անում այդպիսի բաներ խոսա։ Այդ ինչքան պիտի չհավատաս էլի, որ Աստված կա, որ այդտենց ռիսկով խոսաս, որ դու իրան հանդիպել ես, երբ որ, չգիտեմ, տգիտության բոլոր սիմպտոմները կա մեջդ։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք այս մշակույթը, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շփվում է միայն եւ միայն մաքրամաքուր կենդանեակների հետ, չէ՞։ Եվ այդ հենց մաքրամաքուր կենդանեակներին ինքը կարող է ինչ-որ բան առաջադրի, որպեսզի իրենք անեն այս նյութական աշխարհում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, եւ նվիրյալը ինքը ոչ մի պայմաններում չի կարող մնալ չբավարարված։ Այստեղ կա մի շատ կարևոր թեմա։ Հատկապես երբ որ գալիս է
նյութական աշխարհ ինքը գերագույն Աստծո անձնավորությունը, ինքը միշտ երբ որ գալիս է, չէ, հատկապես ասեք օրինակ, մարդկային հասարակության մեջ է գալիս, ինչ որ մի բան այստեղ սովորացնելու կամ անելու համար։ Տեսեք, երբ որ ինքը գալիս է իր շրջապատով։ Ինքը իր հետ բերում է մաքուր նվիրալներին։ Բայց երբ որ իրանք գալիս են նյութական աշխարհ, չէ, այդ գործողությունները, որ իրանք պիտի կատարեն, որպեսզի պաշտպանեն հոգևոր դաշտը կամ զարգացնեն, իսկ դրա համար իրանք պետք է ինչ-որ օրինակներ ցույց տան, չէ։ Ուրեմն երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը գալիս է իր նվիրալների հետ, տեսեք, այդտեղ մի հատ շատ կարևոր խնդիր է առաջանում, էլի որ հիմա ինքը գալիս է եւ այդ իրադարձությունների մեջ պետք է լինեն այսպես կոչված դրական եւ բացասական դերեր կատարող նվիրալները։ Եվ այստեղ հարց է առաջանում. բացասական դերեր կատարող նվիրալները նույնպես մնում են բավարարված, չէ՞։ Օրինակ, ասենք, ես չեմ հիշում առաջի երկում մեկ տա քննարկեցինք թե ոչ, բայց այնտեղ ուրեմն տեսեք ասենք, երբ որ եկել էր Տեր Շի Կրիշնան, չէ՞, ինքը եկել էր ցույց տալու, թե ինչպես է քանդվելու իրական կրոնականությունը աստվածամերժության դարաշրջանում։ Դու բացի դրանից մի քանի նպատակներ էր հետապնդում, ուղղակի այս պահին մեզ այդ ուրիշ նպատակները չեն հետաքրքրում, չթվարկեմ։ Հա, տեսեք ինքը եկել էր այդ օրինակը ցույց տալու։ Եվ որպեսի ինքը այդ օրինակը ցույց տար, չէ, արիական քաղաքակրթության մեջ պիտի ծնվեր այն անձնավորությունը, որը ներսից արիական քաղաքակրթությունը քանդեր։ Եվ կրոնական մարդիկ իրանք տեսնեին, թե ինչ սկզբունքների հիմքի վրա է քանդվում իրական հոգևոր տարածքը։ Եվ դա արեց Դուրյոթանը իր հոր Դրիտարաշտրայի հետ միասին։ Կա մի այսպիսի գրվածք, կոչվում է Գարգա Սամհիտա։ Հիմա չասեմ ով է, ինչ է, բան չանենք։ Այդտեղ նկարագրվում է այն իրադարձությունները հոգևոր աշխարհում, որոնք իրենք տեղի են ունեցել այն պահին, երբ որ Տեր Շի Կրիշնան ինքը ընդունել է այդ որոշումը, որ ինքը գալու է նյութական աշխարհ։ Տեր Բրահմայի, կներեք, Բալարամայի, ուրեմն նվիրալներից մեկը, ինքը իմանում է, որ Բալարաման պատրաստվում է Կրիշնայի հետ գալ այս աշխարհ։ Ինքը գալիս է ընկնում է Բալարամայի ոտքերը եւ ասում է. ես առանց քեզ մի վայրկյան չեմ կարող ապրել։ Խնդրում եմ, ինձ էլ հետ ընտար։ Բալարամն ասում է. բոլոր դերերը արդեն բաժանված են։ Ինքը ասում է. ես պատրաստ եմ ցանկացած դերի։ Մենակ ինձ հետդ վերցրու։ Բալարաման ասում է. լավ։ Այդ տեղի համար մի տեղ կա, որ թափուր է։ Հա, ուրեմն դու բացական դեր կխաղաս, դու կլինես Դուրյոթանը։ Այսինքն նյութական աշխարհում, երբ որ իրանք եկան, չէ, Դուրյոթանան ինքը, այսպես եթե կոպիտ մի բառով ասեմ, սրիկայի մեկն էր, որը բացասական զգացմունքներից բացի, ուրիշ ոչինչ չի կարող առաջացնել իր ամբողջ պահվածքով, ապրած կյանքով եւ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Բայց իրականում դա Տեր Բալարամայի մաքրամաքուր նվիրյալն էր։ Հիմա ինչպես եք կարծում, երբ որ ինքը այդ բացասական դերը կատարեց եւ օգնեց, նպաստեց, որպեսզի գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա եղբայրը, որը իր գլխավոր աստվածությունն էր, հա, կարողանան ցույց տան այն ամենը, ինչ որ իրանք ուզում էին ցույց տային մարդկային հասարակությանը, ինչ եք մտածում, այդ նվիրյալը ինքը վերջում մնաց չբավարարված։
Բhagavad Gita-ի 14-րդ գլխում գերագույն աստվածնավորությունը ինքը նկարագրում է տրանսցենդենտալիստի որակները։ Տրանսցենդենտալիստները դա այն ազնվորություններն են, որոնք նյութական աշխարհի ազդեցությունից վեր են գտնվում։ Այսինքն բացարձակ հոգևոր կենթանիատները, չէ՞։ Ու այնտեղ կա մի հատ այսպիսի կետ։ Մաքուր նվիրյալը անտարբեր է փառքի եւ անփարունակության հանդեպ։ Սա ինչի մասն է խոսքը։ Այսինքն, որ երբ որ մաքուր հոգին ինքը գտնվում է նյութական աշխարհում, ինքը շատ լավ հասկանում է, թե նյութական աշխարհը սա ինչ աշխարհ է, այստեղ ովքեր են ապրում, ինչի համար է ինքը եկել այստեղ։ Հասկանում եք։ Եվ իր համար բացարձակ միևնույնն է, թե իր մասին ինչ կմտածեն նյութական աշխարհի ապրողները։ Իրանք կմտածեն ինքը լավ բան է, լավ հերոս է, իրանք կմտածեն ինքը վատ հերոս է։ Դա իրան ընդհանրապես հետաքրքիր չի։ Հասկանում եք։ Եվ ինչպիսի դեր էլ ուզում է մաքուր նվիրյալը կատարի նյութական աշխարհում, ինքը կատարում է դա գերագույն Աստծո անձնավորության կամքին համաձայն։ Հասկանում եք, եւ վերջնականում ինքը մնում է բացարձակ բավարարված։ Եվ եթե ինքը կարողանում է իր բացասական դերը կատարի այնպես, որ լսողները իրան ատեն, դա նշանակում է, որ ինքը կատարյալ նվիրված ծառայություն է կատարել Աստծո համար։ Հա? Եվ Աստված էլ վերջում իրան կոպիտ այսպես պատկերավոր ասում է մալադեց քեզ։ Հասկանում եք, ինչ բավարարվածության մասին է խոսքը։ Ուրեմն այ հիմա բայց ինչի մասին է խոսում Բրահման։ Այսքան ասեցի, որ այդ հարցը տամ։ Այսինքն ոնց Բրահման ինքը մնաց չբավարարված։ Ոնց կարող էր դա, ով կատարում էր գերագույն Աստծո ազնվորության ցանկությունը, վերջում մնար չբավարարված։ Չէ՞։ Ուրեմն տեսեք, ինքը ասեց, ինքը այս տգիտությունը համարում էր, այդ տգիտության ձևերը համարում էր մեղավոր, չէ՞։ Եվ դրա համար ինքը չստացավ բան էլի բավարարություն իր արածից եւ որպեսզի ինքը մաքրվի այդ զգացումից ինքը կենտրոնացավ Աստծո վրա այսինքն իր այստեղ իրականում ինչի մասն էր խոսքը չէ որ տեքստը ինքը բացում է մի մաքուր նվիրալի կամ մաքուր գիտակցություն ունեցող կենթանիակի մի շատ կարևոր որակ որ մաքուր գիտակցություն ունեցողը ինքը չի կարող վայելի բան տգիտության հետ շփումը եթե նույնիսկ այդ շփումը տեղի է ունենում այդ պարտականությունների կամ Աստծո մատուցած ծառայության վրա չէ հիմա տեսեք Տեր Բրահման ինքը հովանավորված արարիչ է Եվ իր բոլոր գործողությունները, ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, չէ, կատարվում են բան, գերագույն Աստծո ազնվորության կամքի համաձայն։ Չէ՞։ Բայց ինքը բավարարվածություն չէր ստանում դրանից, որ այ մաքուր կենթանիակի գիտակցությունը պիտի դառնա այս սկզբունքների ստրուկը։ Հասկանում եք, եւ այդ իր վերաբերմունքը ինքը ոչ թե ցույց է տալիս, որ Տեր Բրահման ընկավ ազդեցության տակ, չգիտեմ, ինքը ինչ-որ այդտեղ տրագեդիա չկա։ Հասկանում եք, սա ուղղակի ցույց է տալիս հոգևոր կենթանիակի այդ զգայունությունը, թե ինքը ճուստվիցելն է, էլի, թե ինքը ինչքան ոչ թե զգացմունքային է, այլ զգայուն է։ Հասկանում եք, դրա համար այս խոսքը, որ ինքը ասում է, ինքը համարեց մեղավոր, դա ոչ թե պիտի հասկացվի, որ Տեր Բրահման ինքը համարում էր, որ ինքը մեղավոր գործողություն է կատարել, այլ ինքը այդ սկզբունքները համարում էր տգիտությունից բխած մեղավոր սկզբունքներ, եւ իրան այդ, որ ինքը դրանք կպավ, այդ դա էր, որ իրան հաճույք չէր պատճառում,
Հասկանում եք։ Ինչու համար, որովհետև դա սկզբունքներ էին, որոնց միջոցով կենդանիակը մոռանում է Աստծուն։ Չէ, տեսեք, ինքը իրանով ինքը չկարողացավ այդ մեխանիզմը ապահովելու ընթացքում չկարողացավ մնա հավասարակշիռ վիճակում, չէ՞։ Եվ տեքստը ինչով վերջացավ, ասեց, որպեսզի ինքը մաքրվի, ինքը կենտրոնացավ Աստծո վրա։ Ինչով կենտրոնացավ։ Ինքը կենտրոնացավ, որ հիշի, որ սա գերագույն Աստծո անձնավորության կամքն է, եւ որ ինքը իր կամքի համաձայն ծառայություն է կատարում։ Հասկանում եք։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ այո, Տեր Բրահման ինքը մաքուր նվիրյալ է, բայց ոնց ասեմ, որ հասկացված լինեմ։ Հոգևոր աշխարհի կենդանիակները, չէ՞, իրանք բոլորը մաքուր են, բայց կալիբրով իրանք տարբեր են։ Հասկանում եք։ Եվ ինչ որ բաներ կա, որ այդ կալիբրով հզոր նվիրալները իրանք այսպես մատերի վրա խաղացնելով են այդ ամեն ինչը անում եւ ընդհանրապես ոչ մի ազդեցություն իրանց վրա չեն կրում, չէ՞։ Եվ եթե ներքին պլատֆորման ինքը ոչ թե այդ մաքրությունը չունի, այլ այդ կալիբրը չունի, չգիտեմ էլի ոնց ասեմ, որ հասկացված լինեմ, այդ կալիբր խոսքը ես շատ եմ սիրում, որտեղ ինքը հոգևոր աշխարհում շատ լուրջ գործոն է։ Հասկանում եք, այդ կենդանիակը ինքը այդ կալիբրը չունի, ինքը ընթացքում կարող է այս զգացմունքներն ունենա, այս վիճակները ունենա, որում հայտնվեց Բրահման, չէ՞։ Եվ ինքը կարիք է զգում այդ ժամանակ կենտրոնանալ Աստծո վրա, որպեսզի վերականգնի իր մեջ ճիշտ տրամադրությունը, ճիշտ վերաբերմունքը, որ այսա գերագույն այս ինչ որ ես հիմա անում եմ, ինքը ոչ թե կոպիտ ասած յախմախ ինչ որ այդպիսի բան է, չէ՞, այլ սա գերագույն Աստծո անձնավորության կամքն է։ Հասկանում եք։ Եվ ինքը այդ մաքրագործման process-ը ինքը ոչ թե ինչ-որ մեղքեր գործե, որ հիմա պետք է մաքրվեր։ Ինքը ազդեցություն էր կրել, որ իր դուրը չէր գալիս, որ ինքը հիմա պետք է արարի սկզբունքներ, որոնց հիմքի վրա կենդանիակը մոռանում է իր կապը Աստծո հետ։ Հասկանում եք, սա շատ նուրբ պահ է։ Հասկանում եք։ Այսինքն որ այդ որ Բրահման ինքը այդպիսի զգացում ունեցավ, սա ոչ թե սովորական ինչ-որ էգոիստական ցանկություն էր կամ էգոիստական ինչ-որ վիճակ էր։ Հասկանում եք։ Այլ այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ իր կողմից արարված այդ ֆորմաները գիտակցության իրանք բերելու էին նրան, որ կենդանիակը մոռանա Աստծուն, մոռանա իր հոգևոր մարմինը, մոռանա իր ինքնությունը, չէ՞, ու այդ ամեն ինչը իրան կոպիտ ասած տխրացնում էր։ Որ կենդանիակը ինքը հիմա արարում է կենդանիակի անկման սկզբունքները։ Հասկանում եք։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե Բրահման իրան ոնց է պահում։ Տեսեք, ասեք, ինքը այդ պահին ինքը անում է այն, ինչ որ Աստված իրանից ուզել էր։ Չէ՞։ Եվ ինչ որ բան զգացմունքների մեջ ընկավ։ Եվ շատ կարևոր է այստեղ, որ ինքը չսկսեց իրան արդարացնել։ Ինքը չասեց, որ դե ոչինչ, սա իմ պարտականությունն է, եւ իմ պարտականությունն եմ կատարում եւ դա նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եք, չէ, ինքը զգում է, որ այն ինչ որ ինքը հիմա արարում է, դա կենդանիակի համար լավ բան չի։ Դա բարենպաստ չի կենդանիակի համար։ Եվ դրա համար ինքը այդ գործողությունից ոչ մի հաճույք չի ստանում։ Հասկանում եք։ Բայց եւ ոչ էլ մենք տեսանք, որ ինքը ոչ մեծպես ինչ որ ես իմ հերքողական տրամադրությունների մեջ չմտավ։
Այսինքն մաքուր նվիրալը ինքը ոչ հերքում է տգիտության արտահայտությունը, ոչ պաշտպանում է այդ արտահայտությունը, տգիտության գոյավիճակը, հասկանում եք, բայց եւ ոչ էլ այդ գոյավիճակի մեջ հաճույք է ստանում։ Եվ Տեր Բրահման ինքը անմիջապես դիմեց Գերագույն Աստվածածնությանը, որպես այդ իր ներքին մաքրության աղբյուր, հասկանում եք, այսինքն ինքը փորձեց մաքրվի այդ իր վերաբերմունքից, որը ոնց որ արդեն իր մեջ այդ Աստծո միտումներից շեղում էր պարունակում, չէ՞, եւ ինքը կենտրոնացավ, ինքը ոչ թե ընկավ ինչ-որ մեղքի զգացումի մեջ կամ չգիտեմ, ինքը չսկսեց էլի կանանել, թե ես ինչի եմ այսպես զգում, բան, այդպիսի պրոցեսների մեջ չկավ, ինքը ուղղակի կենտրոնացավ Աստծո վրա, եւ սա շատ սկզբունքային կետ է, չէ՞, որ իրականում ցանկացած մաքրագործում կենդանեակի կյանքում ինքը տեղի է ունենում ոչ թե նրա հաշվին, որ կենդանեակը ինքը իր ներսում կենտրոնանում է այդ նեգատիվ բաները փորփրելու վրա, չէ, այլ ինքը անմիջապես կենտրոնանում է իր կապը այդ մաքուր իրականության հետ վերականգնելու գործընթացին, այսինքն Աստծո հետ իր կապը վերականգնելու։ Եվ երբ որ կենդանեակի գիտակցությունը ինքը այ գործ ունի այդ նյութական աշխարհի մթության հետ, չէ, ինքը վերադառնում է դեպի լույս, ոչ թե որովհետև անալիզ է անում մութը։ Սա շատ կարևոր օրինակ է, հա, եւ բhakti յոգայի հիմքերից մեկն է, հասկանում եք, այլ հակառակը, ինքը ցույց է տալիս, որ մաքրագործումը տգիտության ազդեցությունից ինքը լինում է տեղի է ունենում Աստծուն դիմելու շնորհիվ, Աստծո վրա կենտրոնանալու շնորհիվ, այսինքն որպեսզի կենդանեակը ինքը հասկանա, որ տգիտության գոյավիճակի սկզբունքները նյութական աշխարհում որ գոյություն ունեն, դա Աստծո կամքի համաձայն է, դա Աստված համաձայնություն է տվել, որպեսզի կենդանեակները իրենք կարողանան իրան մոռանալ եւ այսպես էլի իրանց անկախ զգալով գործեն այս աշխարհում, ինչի համար Աստված հնարավորություն է տվել կենդանեակին իրականացնել իր էգոիստական ցանկությունը, որը ձևավորվել է նախանձի հիմքի վրա, կներեք, եւ այդ իմաստությունը, այդ հասկացողությունն է, որ կենդանեակին մաքրում է այդ վերաբերմունքից, որ ես ինչ-որ ֆու բան տեղին կպա։ Հասկանում եք, եւ այստեղ շատ կարեւոր է, որ ինքը կենտրոնացավ Աստծո վրա, այսինքն վերականգնեց իր գիտակցությունը։ Եվ երբ որ ինքը վերականգնեց իր գիտակցությունը, ինքը շատ հանգիստ շարունակեց արարման հաջորդ փուլը։ Եվ տեքստի այս պնդումը ինքը նույնպես շատ կարևոր դաս է տալիս մեզ։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, օրինակ սովորաբար, երբ որ մարդը, հոգևոր մարդը, չէ, ասենք ինքը իրան ոչ հասուն հոգևոր մարդը, երբ որ ինքը իրան, ասենք, ինչ-որ մի բանից վատ է զգում, չէ, ինքը կարող է ինչ-որ, չգիտեմ, ներքին պարալիճի մեջ ընկնել, չէ, հրաժարվել իրան նվիրված ծառայություն անել, ինքը կարող է սկսել նույնիսկ չընկալել, որ դա նվիրված ծառայություն է, հասկանում եք, եւ դա կարող է դառնալ հիմք, որ ինքը հոգեվոր կյանքում դառնա չբավարարված, հրաժարվի ինչ-որ բաներ անելուց, հասկանում եք, բայց Տեր Բրահման ինքը այդ օրինակը ցույց տվեց, որ եթե անձնավորությունը ինքը ինչ-որ մի պարտականություն ունի կամ ինչ-որ մի ծառայություն ունի, որը Աստված իրեն տվել է, որ ինքը այս նյութական աշխարհում կատարի, երբ որ եկել է այստեղ, չէ՞, ուրեմն ինչ ուզում է լինի, ինքը երբեք
չի քարանում իր ներսում, երբեք չի հրաժարվում շարունակել իր նվիրված ծառայությունը, երբեք ուրեմն իր նվիրված ծառայության պայմանականորեն ասած թերությունները չի դարձնում իր չբավարարված վիճակի եւ գործունեությունից հրաժարվելու հիմք։ Եվ նվիրյալը ինքը շատ արագ մաքրում է իր գիտակցությունը եւ նորից ուրեմն շարունակում է կատարել իր պարտականությունները։ Եվ այսպես է գործում ոչ թե մաքուր, այլ հասուն նվիրյալը։ Հասկանում եք, որ երբ որ ինքը տեսնում է ինչ-որ մի ոչ բարենպաստ երևույթ, ինքը իրան չի կորցնում։ Ինքը անմիջապես իր գիտակցությունը վերադարձնում է դեպի Աստված, որպեսզի կարողանա շարունակի իր ծառայությունը։ Հասկանում եք, եւ դա նշանակում է, որ այս տեքստը ինքը իրականում սկսնակ հոգևոր մարդու համար շատ կարևոր նշանակություն ունի։ Հասկանում եք, որովհետեւ հատկապես աստվածաբեժության դարաշրջանում հաճախ է պատահում այդպես, որ կյանքի ընթացքում, Աստծուն ծառայելու ընթացքում, շփումների ընթացքում եւ ինչու ոչ ներքին աշխատանքի մեջ ինքը իր վրա, չէ, մարդը ինքը կարող է բախվել այդ գիտության գոյավիճակի արտահայտությունների հետ։ Իր մեջ կամ իրան շրջապատող մարդկանց մեջ, չէ։ Ինքը կարող է տեսնել վախ, կարող է տեսնել զայրույթ, կարող է տեսնել կեղծ ես, նյութական գիտակցություն, չէ, կարող է տեսնել կեղծ սեփականատիրական տրամադրություններ։ Հասկանում եք, եւ սխալը ինքը ոչ թե կայանում է նրանում, որ ոչ թե այն ժամանակ է տեղի ունենում, այսպես ասեմ, չէ, երբ որ մարդը ինքը մտածում է, որ ինքը ինչ-որ կեղտոտ բան տեսավ։ Հասկանում եք, սխալը ինքը սկսվում է այն կետից, որ կենդանեակը ինքը սկսում է արդարանալ, պաշտպանվել, որպեսզի չշարունակի այդ կոնտակտը, այսինքն հրաժարվում է իր նվիրված ծառայությունից։ Տեր Բրահման ինքը ուրիշ օրինակ ցույց տվեց։ Ինքը ասեց, այո, նվիրված ծառայության ընթացքում դու կարող ես գործ ունենալ ոչ բարենպաստ երևույթների հետ, որը իրանք ցանկացած ուրիշ մարդու համար կլինեին անկման հիմք։ Հասկանում եք։ Բայց եթե դու իրոք Աստծո կողմից հովանավորված ես, հենց որ սկսում ես մտածել, որ քո նվիրված ծառայությունը ինքը ինչ որ մի բանով դարձավ քո համար ոչ բարենպաստ, ուղղակի նորից կենտրոնացի Աստծո վրա, որպեսզի վերականգնես քո գիտակցությունը, թե դու ինչի համար ես հովանավորված։ Հասկանում եք։ Եվ սա ինքը ուրեմն շատ կարևոր տեքստ էր այդ իմաստով, որ քննարկում է, ինչպես ես ամենասկզբում ասեցի, շատ հետաքրքիր կետ։ Չբավարարված նվիրյալ։ Եվ հուսով եմ, որ մենք կարողացանք այդպես քննարկել, որ հասկացողություն զարգացնենք, թե դա ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Եվ այսօր այսքանը սիրելիներս, ես ներողություն եմ խնդրում, ես այս տեքստը արդեն քննարկել էի, ուղղակի չէի նկատել, որ ֆիզիկա հիմա այստեղ մանր գալիս, երևի տեսակ, հա, որ ինքը նոթբուքը բաց է եղել, քնելել է կլավիատուրայի վրայով եւ անջատել էր ձայնը։ Իսկ ես չէի մտածել, որ այդպիսի բան է եղել, նույնիսկ ուշադրություն չէի դարձրել, որ երբ որ ձայնագրում եմ, ձայնի բանը այստեղ ընդհանրապես անջատված է։ Եվ
1.5 ժամ խոսացել էի, հետո որ գցեցի նվիրաները, ասեցի ձայն չկա, դրա համար նորից ձայնագրեցի, ներողություն եմ խնդրում, որ այս շաբաթ մի քիչ այսպես խառնի շփոթ եղան դասախոսությունները, ամբողջ խնդիրը կայանում էր նրանում, որ մայիսի 20-ին իմ ծննդյան օրն էր, մայիսի 28-ին իմ աղջկա, այդ ընթացքում ես Ռուսաստանից աշակերտներ ունեի, որ հյուր էին եկել, եւ ասենք, տարիներ շարունակ չէինք տեսել իրար, հանդիպումների մեջ էի, դրա համար ամեն օր չէր, որ հասցնում էի ուրեմն դասախոսություն ձայնագրեմ, ներող կլինեք, հուսով եմ, որ երկուշաբթի օրվանից նորից կմտնենք խունի մեջ։ Այսօր այսքանը, ստեսություն ձեզ։